Միացյալ Նահանգների 28-րդ նախագահ Վուդրո Ուիլսոնի ծոռը շատ նման է մեծ պապիկին, բարձրահասակ ու բարետես Դոնալդ Ուիլսոն Բուշը երկար ճանապարհ կտրել, հյուրընկալվել էր հայերին։ Առիթը Վուդրո Ուիլսոնի մահվան 85-ամյա տարելիցն էր, հանդիպման թեման նախագահ Ուիլսոնի հայանպաստ գործունեությունն ու Հայաստանի սահմանների վերաբերյալ հայտնի իրավարար վճիռն էր։ Դոնալդ Ուիլսոնին ուղեկցում էր նրա պապիկի անվան գրադարանի ղեկավար Ջերադ Քերնին։ Նա խոսեց Ուիլսոնի խաղաղարար առաքելության մասին, որի առանցքային քայլերից մեկը ինքնորոշման իրավունքի հռչակումն էր, իբրև առաջնահերթություն միջազգային հարաբերություններում։ Նշեց նաև Հայաստանի եւ Թուրքիայի միջև Ուիլսոնի գծած սահմանի մասին, որը թուրքերը խախտեցին ի հաշիվ հայկական տարածքի։ Նախագահ Պապի իրավարար վճռի Միացյալ Նահանգների կողմից դրա ճանաչման հարցերն այժմ կրտսեր Ուիլսոնի ուսումնասիրության առարկան են։ Նշեց, որ հիացած է հայերի տոկունությամբ, մտադիր է շարունակել Պապի գործը եւ օգտակար լինել հայերին կարեցածի չափ։ Պատմությունը լիքն է մարդկանցով, ովքեր ընկճվել են ընկրկել ու ասել վերջ։ Դա ես երբեք չեմ տեսել հայերի մեջ։ Ձեր մեջ միշտ տեսել եմ ուժ եւ քաջություն։ Երբեմն նույնիսկ մեծ ցանկություն եմ ունենում թողնել այստեղ ամեն ինչ, վերցնել ընտանիքս ու գնալ ձեր գեղեցիկ երկրում ապրելու եւ ձեզ հետ միասին պայքարելու։ Դոնալդ Ուիլսոնն ասաց, որ ուսումնասիրում է հայկական հարցի հետ կապված միջազգային փաստաթղթերն ու դիվանագիտական հնարավոր լուծումը։ Հուսով եմ հայերին ու թուրքերին մի օր կտեսնենք միևնույն սեղանի շուրջ նստած իրենց երեխաներին միևնույն պատմությունը ուսուցանելիս։ Հենց Ուիլսոնյան Հայաստանի սահմանի պահանջն ու նրա իրավարար վճիռը պետք է լինի հայ-թուրքական հարաբերության եւ սահմանի վերաբերյալ ցանկացած խոսակցության հիմքում, ընդգծեցին հայերը։ Ինչ որ այսպես կոչված սահման կգոչեն, սահման չէ այդ սահմանը պիտի ներառե ուզե պետք է ներառե միջազգային օրենքով Վան, Էրզրում, Բիթլիս եւ Տրաբիզոն։ Եթե ադոնք մեջը չեն, ասել է մեր սահմանը չէ, ինչ որ գա այսօր ախուրյան կետեն թեպի արևելք, թեպի արևմուտք։ Բանակցություններ կլան երկու երկրներում միջև Հայաստան եւ Թուրքիա, անպայման թե պետք չէ որ սվիտի սահմաններու բացում որով սահմանը այն չէ հայության եւ Թուրքիո միջև։ Հայերը հավաքի ավարտին հորդոր հղեցին Միացյալ Նահանգների նախագահին, ճանաչել եւ հարգել սեփական երկրի 28-րդ նախագահի եւ փոխնախագահի ստորագրությունները կրող վճիռն ու պետական կնիքը, որոնք ամրագրում են հայ-թուրքական սահմանը։ Բարակ Օբաման մեզ խոստում տված է ցեղասպանության, չէ։ Եթե ցեղասպանության գրնա խոստում տալ, ապա թե ինչու պետք չէ որ բանը մեկ հատ կարդա Վուդրո Ուիլսոնի իրավարական վճռագիրը, որ ինտերնետի վրա է, պետք է հարկես քու կնիկը, դու չես հարկե մյուս նախագահը պետք է հարկե, բայց մենք պետք է պայքարենք։ Մեծ զրույցում Դոնալդ Ուիլսոն Բուշն ասաց, որ մտադիր է մի օր այցելել Հայաստան, եթե իհարկե հայերը ված չեն վերաբերվի Բուշ ազգանվանը։ Ընդգծեց, որ մեծ հայտնի Բուշ ընտանիքի հետ ազգակցական կապ չունի։ Լիլիթ Սեթրակյան, Վարդան Քալանթարյան, Հայլուր, Միացյալ Նահանգներ։